հայտնի դարձավ, որ Ադրբեջանում շինծու դատավարությունների արդյունքում Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարությանը ցմահ-դատապարտեցին, երբ նախագահային 20-ական տարի սպասելի էր արդյունքները, մանավանդ դրանից մեկ օր առաջ Փաշինյանն ու Ալիևը այսպես մեդալներ ստացան մարդկության և բարության։ Դատավարությունների այս արդյունքը սպասելի էր, խիստ կանխատեսելի էր, իհարկե հրապարակման օրվա մասով այստեղ Ադրբեջանի իշխանություններն ունեին հայեցողություն, բայց անխուսափելի էր դատական ակտի կայացումը, ինչպես գիտեք, դատավարությունները ավարտված էին, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ և վերադարձից հետո կամ պետք է հրապարակեր արդարացման կամ մեղադրական դատավճիռներ։ Արդարացումը բացառելի էր, քանի որ հայտնի էր ի սկզբանե, որ այս ձերբակալությունները և կալանավորումները և առհասարակ շինծու դատավարությունները դրանք քաղաքական հետապնդման օրինակներ են, այստեղ կա քաղաքական պատվեր, ցուցադրական վրեժխնդրություն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախի ինքնորոշման իրավունքի կայացմանը կամ դրա հետագա ճանաչմանը։ Եվ մեզ համար նաև կանխատեսելի էր ծանր պատժատեսակների ընտրությունը, քանի որ Արցախի խնդրից զատ այլ երկրորդ գերզգայուն և քաղաքական հարց ադրբեջանական հասարակության մեջ գոյություն չունի, և իմ գնահատմամբ հենց Ադրբեջանի պետությունը հիմնվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մերժման վրա, և հասարակության կոնսոլիդացիայի միակ գաղափարախոսությունը կրկին դա Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտողականությունն էր, և նման պայմաններում մենք այլ ելք չէինք կարող ունենալ։ Այլ հարց է, որ նույնիսկ նման իրատեսական սպասումների, կանխատեսումների պարագայում հարցն ունի էմոցիոնալություն և հասկանալի է, որ այս դատավճիռների հրապարակումը հավելյալ մարդկային տառապանքներ է առաջացնում, հատկապես ընտանիքների և հարազատների շրջանակում, այն ունենում է նաև բացասական ազդեցություն հասարակության վրա, քանի որ անմեղ հայերի անպաշտպան վիճակը օտարերկրյա բանտերում շատ տեսանելի է դառնում հասարակության աչքերում, և այստեղ այդ անօգնականության հոգեբանական զգացողությունն է առաջանում։ Տեսեք, սա մենք գնում ենք իբրև խաղաղության Ադրբեջանի հետ ու ասում են խաղաղության մեր իշխանությունները վստահեցնում են լուծվելու է հարցը, և մեդալ են երկու ղեկավարները ստանում մեկ օր առաջ և այսպիսի արդյունք, իրավաբանորեն որպես եթե մեկնաբանենք, սա ինչի մասին է։ Նախ այս գործողությունը ցուցադրում է, որ խաղաղությունը դեռևս խոստում է, սակայն ձեռք բերված իրականություն չէ։ Մենք հստակ դիտարկել էինք, թե դատավարությունների լուսաբանման համատեքստում ինչպիսի հանրային տրամադրություններ են առաջանում Ադրբեջանում, և եկել ենք միանշանակ եզրահանգման, որ այս շինծու դատավարությունները նաև գեներացրել են ատելություն հայերի նկատմամբ, և մեկնաբանություններում կարծես թե սպասարկվում էր հայերին պատժելու, վրեժխնդիր լինելու, մինչև վերջ տառապանք պատճառելու հանրային այդ պահանջմունքը, և եթե դատավարությունների միջոցով դեռևս ատելություն է գեներացվում, սա չի կարող որակվել որպես խաղաղություն, և խաղաղության կառուցման նախադրյալների գոյության մասին մենք կխոսենք միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարեցնի մարդասիրական խնդիրները օգտագործելով հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու այդ պետական քաղաքականությունից։ Եվ ինչպես նկատեցիք, շուրջ 2 տասնյակ իրավապաշտպաններ, 3 նաև պաշտոնապես բաց նամակով դիմեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին,
հստակ ուղերձղելով, որ առանց գերիների ազատ արձակման չի կարող լինել վստահություն խաղաղության գործընթացում եւ մեր կոչ խնդրանքն էր, որ ԱՄՆ վարչակազմի ներգրավվածությամբ անապահ հնարավորինս սամ ժամկետներում այս խնդիրը իր լուծումը ստանա, որից բնականաբար կշահեն եւ երկու պետություններ եւ առհասարակ այն խաղաղության գործընթացը, որը գտնվում է նաեւ ամերիկյան իշխանությունների աջակցության ներքո։ Եթե անդրադառնանք այդ մրցանակին, այս մրցանակները շատ ձևական են, ֆորմալ են եւ նաեւ դրանք միշտ չէ, որ արտացոլում են իրական արդյունքները, իմ գնահատմամբ դա առավել խորհրդանշական խրախուսական մրցանակ էր, որը միտված էր ապագա ջանքերին, ես լիահույս եմ, որ այս մրցանակը կխրախուսի մրցանակ ստացողներին, որպեսզի իրական եւ հետեւողական ջանքեր գործադրեն խաղաղության ուղղությամբ։ Այս պահին մենք չենք տեսնում, որ խաղաղություն գոյություն ունի երկու ժողովուրդների միջև։ Հնարավոր է ինչ-որ կերպ Ամերիկայի փոխնախագահ Վենսի այցելությունը օգտագործել իմաստ մեծ գերիներին վերադարձնելու համար։ Անկեղծ ասած, դա հրապարակման օրի մասով Ադրբեջանի իշխանություններն ունեին հայեցողություն, այսինքն կարող էին հրապարակել նաև փետրվարի 2-ին, 3-ին կամ նույն հունվարին, ինչու է ընտրվել, ենթադրում եմ, որ այստեղ կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, բայց մենք Վենսի այցելությամբ տեսնում ենք հնարավորություն գերիների ազատ արձակման, քանի որ գերիների հարցը կարգավորված չէ խաղաղության նախաստորագրված տեքստում, այսինքն ամերիկյան կողմի աջակցությամբ ստորագրված փաստաթուղթը լռում է գերիների վերադարձի հարցի վերաբերյալ, մյուս կողմից գերիների խնդիրը մարդասիրական հարց է, որը ուղիղ կապ ունի խաղաղության գործընթացի հետ, ուստի այցելությամբ մենք հավելյալ ուշադրություն ենք հրավիրում չլուծված խնդրին եւ հորդորում ենք, խնդրում ենք, որպեսզի ԱՄՆ վարչակազմի ջանքերով այս խնդիրը լուծում ստանա։ Նաեւ կարծում եմ մենք իրական ենք գնահատել ամերիկյան կողմի հնարավորությունները, ես այս օրինակի մասին հաճախ եմ խոսում, 2022 թվականին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Հայաստանի տարածքից գերեվարեց 3 տասնյակը գերազանցող գերիներ եւ նաեւ դրան նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ամերիկյան իշխանությունները կոչ էին անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ որևէ ոտնձգությունից եւ ինչու ոչ իրենց գործիքակազմով սպառնում էին պատժել նման գործողությունները, հետաքրքրական է, որ ամերիկյան կողմի ջանքերով Հայաստանի սուվերեն տարածքից գերեվարված գերիները հայրենադարձվեցին 2 շաբաթ անց։ Սա աննախադեպ էր, որպես կանոն գերիների վերադարձը տևել է մի քանի ամիսներ, անգամ գիտեք 2020 թվականի պատերազմից հետո առաջին փոխանակումը մենք ունեցանք դեկտեմբեր ամսին, այսինքն չլսված եւ աննախադեպ էր 2 շաբաթյա ժամկետում մի քանի տասնյակ գերիների վերադարձը, բայց ամերիկյան կողմը դա կատարեց, այսինքն ամերիկյան կողմը ունի բոլոր այն լծակները, գործիքները, որի միջոցով կարող է քաղաքական կամքի եւ ցանկության պարագայում հասնել այդ խնդրի լուծմանը։ Ուստի մեր ուղերձն է, քանի որ գործիքակազմը կա եւ գերիների մարդասիրական խնդիրը ուղիղ կապ ունի խաղաղության գործընթացի հետ, հասնել այդ խնդրի լուծման որպես խաղաղությանը նպաստող կրիտիկական դոմինանտ գործոն։ Այսինքն երեկվա այդ վճիռները ամենևին էլ շանսերը չեն նվազեցնում կամ զրոյացնում նրանց վերադարձին։
Ես վճիրներին մեծ նշանակություն չեմ տալիս, դրանք առավելապես գործընթացներ էին, որտեղ Ադրբեջանի գործադիր իշխանության քաղաքական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցում բարձրացվեց դատական հեղինակության մակարդակ եւ այն օգտագործվելու է արտաքին հարաբերություններում, բայց գերիների փոխանակման հարցում կամ վերադարձի հարցում այդ վճիրները որևէ հետևանք ազդեցություն չեն թողնում դրա օրինակներից մեկը նաև 2026 թվականի հունվարի գերիների վերադարձներ, ուրեմն վերադարձած գերիները դատապարտված են եղել երկարաժամկետ ազատազրկման ընդհուպ մինչև 20 տարի եւ վերադարձածները պատիժը չէին կրել, այսինքն նրանք ազատ չէին արձակվել այն հիմքով, որ պատժի կրման ժամկետը լրացել էր, ավելին Ադրբեջանի իշխանությունները չէին համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ պատժի կրման նպատակով, դատապարտյալների հանձնումը կազմակերպելու նպատակով եւ այս ազատ արձակումը չուներ իրավական հիմք։ Եվ ստացվում է, որ քաղաքական պայմանավորվածության պարագայում Ադրբեջանը անտեսում եւ խախտում է սեփական երկրի դատարանի որոշումները եւ ի կատար է ածում քաղաքական պայմանավորվածությունը։ Սա ցույց է տալիս, որ այս գործընթացները իրավական չեն, քաղաքական են եւ երբ կա քաղաքական անհրաժեշտություն, դատական ակտերը ստորադասվում են քաղաքական նպատակահարմարության։ Նույն տրամաբանությամբ հայրենադարձվել են ռազմագերիներ, որոնք դատապարտված են եղել 6 տարի ազատազրկման կրկին, առանց պատիժը կրելու նրանք ազատ են արձակվել։ Հայկական կողմը եւս Ադրբեջանին տվել է ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներին, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերություններում կա ձևավորված պրակտիկա, որ կոնֆլիկտի հետ կապված անձանց ազատ արձակման քաղաքական պայմանավորվածությունների կատարման համար դատական ակտերը խոչընդոտներ, արգելքներ չեն հանդիսանում։ Մեր գերխնդիրը բարոյական քաղաքական եւ իրավական գործիքներով ճնշմամբ հասնել այն կրիտիկական կետին, որ Ադրբեջանի իշխանությունները ունենան որոշում ազատ արձակելու հայ պատանդներին։ Եթե այդ որոշումը հասունանա, այդ որոշմանը խոչընդոտող որևէ իրավական, դատական որոշում ես չեմ տեսնում։ Եվ Ռուբեն Վարդանյանին անդրադառնանք նրան, այսպես ձեր ինչ է սպասում նրան էլ, նույն ասենք ցմահ եւ երբ նրանը պետք է իր դեպքում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը չավարտվեց, իմ կարծիքով արհեստական հիմքերով, ինչպես գիտեք, գրեթե համաժամանակային ընթանում 15-ի գործով եւ Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունները, սակայն վերջին նիստերը, երբ Ռուբեն Վարդանյանը պետք է իրացներ իր վերջին խոսքի իրավունքը, հետաձգվում էին, առաջին նիստը հետաձգվեց հանրային պաշտպանի առողջականի հետ կապված առիթով, երկրորդ նիստը տարօրինակ կերպով հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում։ Այսինքն, քանի որ Ռուբեն Վարդանյանի եւ 15-ի գործով դատավորները նույնական են, այստեղ 15-ի գործով դատավճիռ կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ գնալը օգտագործվեց որպես դատական նիստը հետաձգելու պատճառ։ Հիմա այդ պատճառը կարծես թե վերացել է, որովհետև 3 խորհրդակցական սենյակից դուրս եկավ դատական կազմը, հրապարակեց դատավճիռը, այլ խոչընդոտ դատական նիստի կազմակերպման գոյություն չունի։ Ուստի կանխատեսումն այն է, որ առաջիկա շաբաթվա կամ շաբաթների ընթացքում կլինի Ռուբեն Վարդանյանի հերթական նիստը, ձևական առումով հույս ունենք, որ նրան կտրվի վերջին խոսքի հնարավորություն եւ դատարանը կրկին կհեռանա խորհրդակցական սենյակ, բայց կասկածից վեր է, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում եւս կայացվելու է մեղադրական դատավճիռ եւ կասկածից վեր է, որ ընտրվելու է հենց ցմահ ազատազրկում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։